Վառ աշխուժություն կամ աստարայի միջնակարգ դպրոցում հյուրերի են սպասում։ Նրանց ում աջակցությամբ 3-րդ դասարանից ֆրանսերեն ուսումնասիրող այս դպրոցում հիմա ֆրանսերենի կահավորված, մուլտիմեդիայի բոլոր հնարավորություններով ու դասագրքերով հագեցած ֆրանսերենի նոր դասասենյակ կա։ Բարև ձեզ։ Bonjour. Comment ça va? Très bien. Դուք ոչ միայն ստեղծել եք ուսումնական միջավայրի համար ուսումնական լավ միջավայր, այլ սա տարածք է, որտեղ երեխաները սիրով սովորում են ֆրանսերեն լեզու։ Ֆրանսերենի դասասենյակն ամբողջությամբ կահավորվել եւ տեխնիկապես վերազինել է Ստեփան Գիշյան բարեգործական հիմնադրամը կայուն զարգացման հայկական հիմնադրամի հետ միասին։ Ֆրանսերենի արդեն 7-րդ դասասենյակն է, որ նվիրում են Հայաստանի տարբեր մարզերի դպրոցներին։ Մենք որ այսօր գտնվում ենք Մաստարայի միջնակարգ դպրոցում, որտեղ հարյուրավոր աշակերտներ եւս հնարավորություն ունեն նոր վերանորոգված, հագեցված նորագույն տեխնիկայով, թվայնացված տեխնիկայով եւ գրականությամբ, որը իդեպ բերվում է Ֆրանսիայից անմիջապես, հնարավորություն ունեն, որպեսզի ավելի բազմաբովանդակ, ավելի գրավիչ ձևով սովորեն եւ հնարավորություն ունեն հաղթահարելու դժվարությունները լեզվի։ Շատ կարևոր է, որ հայաստանյան դպրոցներում անցնում են ֆրանսերեն եւ շատ ուրախ եմ, որ կրկին մենք ականատես ենք լինում նման արդյունքի։ Իսկապես տպավորված եմ ֆրանսերենի իմացության նման որակով։ Ուրախ եմ, որ Ստեփան Գիշյան բարեգործական հիմնադրամի հետ իրականացնում ենք այս ծրագիրը։ Ֆրանսերենով հնչող երգերը, բանաստեղծություններն այս աշակերտների մոտ կատարյալ են դարձել հենց այս դասասենյակի տված հնարավորությունների շնորհիվ։ Լեզվական խոչընդոտները հաղթահարվում են կրթության համար ժամանակակից պայմանների առկայության արդյունքում։ Ինչն է ձեր մոտ փոխվել։ Սկսեցինք ավելի հաճախ ֆրանսերեն դասեր անցկացնել, նոր տեխնիկայով ավելի հետաքրքիր անցնում։ Ինչով օրինակ վերատախտակը ձեզ օգնում։ Թեմայի համար ֆիլմեր են Ֆրանսերենով ֆիլմեր ու ավելի տեղեկացված եք։ Այս դասասենյակի բոլոր կրթական նյութերն ու գրականությունը բերվել է Ֆրանսիայից ինտերակտիվ ու արդյունավետ դասեր կազմակերպելու նպատակով։ Գրականությունը տարբեր է, կան մանկական գրքեր, ուսանելի գրքեր, ունենք նաև բեդեներ, որոնց օգնությամբ շատ մեծ ուշադրությամբ երեխաները հաճույքով նայում են, կարդում են։ Բառարաններ, բնականաբար, չհասկանալու դեպքում, ցանկացած բառի դեպքում կարող ենք բառարանները նայել։ Ունենք նաև հանրագիտարաններ։ Մաստարայի դպրոցի ֆրանսերենի ուսուցչուհին է ծրագիրը ներկայացրել, որպեսզի այս դպրոցն ընդգրկվի Ստեփան Գիշյան բարեգործական հիմնադրամի կողմից ֆինանսավորվող այս ծրագրում։ Հենց սկսեցինք այս ծրագրով զբաղվել։ Շատ ոգևորվեցինք, որ մեզ եկավ դրական պատասխան, այնուհետև երբ որ ստացան գույքը, բոլորիս հետաքրքրությունը շատ մեծ էր, փոխվեց այն, որ դասերը շատ ավելի հետաքրքիր դառան, շատ ավելի արդյունավետ։ Գիշյան հիմնադրամի հետ աշխատելը ուղղակի հաճույք էր, արագ անդրադարձ եղավ մեր նամակին եւ շատ կարեւորեց կրթության ոլորտում իր ներդրումը։ Ստեփան Գիշյան բարեգործական հիմնադրամը ստեղծվել է Ագվա բանկի, ֆրանսիական Credit Agricole ազգային ֆեդերացիայի եւ Գիշյան ընտանիքի կողմից։ Հիմնադրամի ծրագրերն ուղղված են հայ-ֆրանսիական կապերի ամրապնդմանը, Հայաստանի սոցիալ-տնտեսական, գիտակրթական, մշակութային, առողջապահական համակարգերի բարելավմանն ու կատարելագործմանը։